Ռուսաստանի գիշերային հրթիռային հարձակման հետևանքով Կիևում զոհվել է 9 մարդ, եւս 27-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռներով։ Գնդակոծության հետևանքով վնասներ են հասցվել մայրաքաղաք Կիևին եւ միանգամից 5 շրջանների՝ Սոլոմենսկի, Դարնիցկի, Շևչենկովսկի, Դնեպրովսկի եւ Պեչերսկի շրջաններին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը այս օբյեկտներն օգտագործել են տարբեր նշանակության հրթիռային զենքերի, անօդաչու թռչող սարքերի, ռադիոտեղորոշիչ կայանների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման եւ առաքման համար։ Իսպանիայի Սեուտա անկլավում տեղի ունեցած զանգվածային միգրացիոն ճգնաժամի ժամանակ 60,000 միգրանտներից 48,300-ը կարճ ժամանակում կամավոր վերադարձել է Մարոկո, պայմանավորված ստեղծված ծանր ու քաոսային պայմաններով։ Ըստ պաշտոնական տվյալների 57-ը մահացել են սահմանը հատելիս։ Իսպանիայի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարոկոից հազարավոր միգրանտներ շրջանցել են արգելապատնեշները եւ լողալով հասել իսպանական ափեր։ Մադրիդը բանակ է տեղակայել սահմանային անվտանգությունն ուժեղացնելու եւ քաղաքացիական գվարդիային աջակցելու նպատակով։ Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքից ոչ հեռու։ Վերջին 40 տարվա ընթացքում սա ամենաուժեղ երկրաշարժն է իտալացիների համար։ Էպիկենտրոնը եղել է Ֆլեգրեյան դաշտերի շրջանում։ 4.7 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների եւ գնացքների ու մետրոյի աշխատանքի խափանումների, գրել է իտալական Il Mattino թերթը։ Բազմաթիվ շենք ու շինություններ են վնասվել, զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։ Mamma mia. We're achieving record discounts on prescription drugs. ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակը հաղթելն է եւ թույլ չտալը, որ Իրանը միջուկային զենք ունենա, ընդգծելով, որ եթե չեղարկված չլիներ Օբամայի օրոք կնքված միջուկային համաձայնագիրը, Թեհրանն արդեն միջուկային զենք կունենար ու Մերձավոր Արևելքն ու այլ տարածաշրջաններ կոչնչացվեին։ Թրամփի պնդմամբ Իրանը գտնվում է ծանր վիճակում, չունի ռազմածովային ու ռազմաօդային ուժեր, սակայն անգամ այս պայմաններում Միացյալ Նահանգները շարունակելու են ճնշում գործադրել։ Վարչակազմի ներկայացուցիչներն էլ հավելել են, որ 2025 թվականի մարտից սկսված ու նախագահի հրամանով իրականացվող տնտեսական սահմանափակումների հետևանքով Իրանի խոշորագույն բանկը արդեն փլուզվել է, երկրում գրանցվել է 180%-անոց գնաճ, ինչի պատճառով Իրանի իշխանությունները անգամ ի վիճակի չեն վճարել իրենց զինվորներին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը արևմուտքի աջակցությամբ ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները։ Նրա խոսքով վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունների եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ, եւս 327-ը վիրավորվել են։ Զախարովայի պնդմամբ զոհերի եւ վիրավորների թվում կան նաեւ երեխաներ, 1 զոհ եւ 13 վիրավոր։ Նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով այս գործողությունները կատարվում են արևմտյան երկրների լիակատար հավանությամբ, որոնք նրա պնդմամբ զինում են Կիևին։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանների դեմ իրականացվող հարձակումների ներգրաված բոլոր կողմերի գործողությունները փաստագրվում են, եւ դրանք ըստ նրա ավելի են սրում միջազգային իրավիճակը եւ հեռացնում խաղաղության հեռանկարը։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը կոչ արել միջազգային հանրությանը դատապարտել Ռուսաստանի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները եւ հրաժարվել Կիևին ռազմական ու քաղաքական աջակցությունից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր գլխավոր փոփոխությունն այն է, որ նախաձեռնությունը այլևս Պուտինի ձեռքում չէ։ Նա նշել է Ուկրաինայի ահռելի կորուստները՝ մոտ 50,000 զոհված եւ 400,000 վիրավոր զինվոր, ինչպես նաեւ հսկայական թվով անհետ կորածներ։ Զելենսկու խոսքով Ռուսաստանի մարդկային մեծ ռեսուրսներին հակազդելու եւ սեփական զինվորների կյանքը փրկելու համար Կիևը պետք է շեշտը դնի ռազմական տեխնոլոգիաների կիրառման վրա։ Մինչդեռ ռուսական կողմը ըստ նրա ամսական կորցնում է շուրջ 30,000 զինվոր։ Ուկրաինայի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ Ղրիմի վերադարձի հարցը դեռ օրակարգում չէ եւ նշել, որ թեև հողն ու պատմությունը չափազանց կարևոր են, բայց մարդկային կյանքեր չկորցնելը մնում է գերագույն առաջնահերթություն։ Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան այժմ էապես է փոխվել եւ տարակուսել, թե ինչու Ուկրաինային մինչեւ օրս չեն հրավիրել միանալ ՆԱՏՕ-ին։
Հետի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ համացանցում տարածված Երևանի Պապ Թագավոր փողոցի վրա պայթյունի պատճառը ստորգետնյա մալուխի վթարն է եղել։ Պետրոսյանի խոսքով սա հերթական վթարն է։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտը կառավարությանը հանձնելուց հետո հիմա էլ դատախազությունը որոշել է Երևանի Արարատ կոնյակի գինու օղի կոմբինատը հանձնել պետության կառավարմանը։